Մենք տնտեսությունը Ռուսաստանի տնտեսության հետ շատ փոխկապակցված է։ Միջազգային մեր առևտուրը, ներմուծումներն ու արտահանումները վերցնում ենք, հիմա մոտավորապես 39-40%-ը մենակ Ռուսաստանի հետ է։ Շատ են կապակցված, էներգետիկայի առումով Ռուսաստանի հետ կապակցված ենք, օտարերկրյա ներդրումների առումով Ռուսաստանի հետ կապակցված ենք, տուրիզմի առումով էլ ամենաշատ տուրիստները գալիս են Ռուսաստանից, ոնց վերցնում ենք Ռուսաստանից կախվածությունը շատ է, բայց ամենակարևորը մենք տարիների ընթացքում գնալով կախվածությունը ավելի ենք խորացրել եւ ամենաշատ կախվածությունը վերջի 6-7 տարիների ընթացքում ավելի շատ է եղել։ Ամենակարևորը որն է, որ դու պետքա խելացի լինես, սկսես ընկերություն անելը Եվրոպայի հետ, Ամերիկայի հետ, Հնդկաստանի հետ, Չինաստանի հետ, բայց դրա տարիներ է պահանջում, որ դու կախվածությունը դիչացնես։ Ռուսի հետ կարաս հարցեր դնես Ռուսաստանի առաջ, ասես այս հարցերը քիչ է սենց լուծել, ինչու է սենց անում, բայց իր հետ հիմա թշնամանալ, մի անգամից այն խռովկան հարսի նման թողես գնաս, դա չի կարելի, որովհետև դրա համար ինչա պետք անել։ Դու պետքա Ռուսաստանի հետ ԵԱՏՄ-ում պետքա մնաս։ Այնքան ժամանակ, քանի դեռ դու չես մի քիչ ուժեղացել, չէ, նա չի ասում գնա, նրան ձեր չի տալի գնա։ Նրան ասում է, ես Հայաստանը ինձ պետք է, բայց առանց ես Նիկոլին։ Նա սա է ասում։ Ու որպեսզի ժողովուրդը Նիկոլին չընտրի, ժողովրդին վատություն է անում։ Էս է Ռուսաստանի բան, որտեղ ռուսները Ռուսաստանի քաղաքականությունը մի քիչ ավելի բան ալու, կտրուկ ալինում սովորաբար։ Ինքը տենց նուրբ բաներ չունի, գործիքակազմ չունի, էլի։ Մեր արածը ինչ է, մենք պետք է նստենք ռուսների հետ, խոսենք, տնտեսությունը շարունակենք իրաց հետ զարգացնելը, բայց ամենակարևորը, որ մենք պետք է Եվրոպայի հետ խորացնենք, առանձին երկրների հետ հատկապես այն երկրների, որոնք մեզ համար բնական դաշնակից են ու բարեկամ են։ Առնվազն Ֆրանսիան, առնվազն Հունաստանը, էլի կան երկրներ, որոնք որ մեր համար շատ կարևոր են։ Մենք ինչ պետք է անենք, մեր տնտեսությունը պետք է զարգացնենք։ Մենք պետք է մեր տնտեսության արտադրանքը տանենք ստանդարտիզացիայի ենթարկենք, որ մենք կարողանանք Եվրոպայում ծախենք, Ամերիկա դժվար է, բայց դա հենց այն է, որ դժվար է, բայց իմացողը պետք է անի։